Հուսով եմ մի կերպ կներեք, չէ, որ տուն չեմ հրավիրում։ Ուզում եմ օջախս մաքուր պահել։ Ացել եմ դռանից շեմին, արդեն հակասում ես ինքդ քեզ։ Բայց դու այդ բադոհանին չմոտենաս, հա? Այս ովքեր են դրսում Ֆրեդի հյուրերն են։ Հա։ Ինձ թվալ ես իրան ճանաչում եմ։ Ես իրան ոնց որ տեսել եմ։ Ես եկել եմ։ Երևի լուրջ գործով ես եկել, հա, որ Զախարովին էլ հետդ ես բերել։ Բարի գալուստ, Զախարով։ Իսկ քեզ բարի վերադարձ կրկին կյանք, Ֆրեդ Արմյան։ Իմ վերադարձը բարի է, բայց ոչ ձեզ համար։ Զուր ես այդպես ասում։ Այն ժամանակվանից շատ բան է փոխվել։ Կարևորը, որ դու չես փոխվել։ Մնացել ես էլի Կարլի ստվերը։ Հանգիստ։ Իմ ձեռքից մեռնելը երևի քո ճակատագիրը չի, Ֆրեդ։ Եկել ես, որ դա ասես։ Չէ, Ֆրեդ։ Եկել եմ, որ երեխուն տանեմ։ Ինչ երեխա։ Դու ինձնից լավ գիտես։ Ես շատ բան գիտեմ։ Դու ասելիքդ ասա։ Արդեն տեղեկացել ես, հա։ Տեսնես ումից։ Երևի վրիպումն ինձից է գալիս։ Եթե հիմա իմ դռանն ես։ Ինձ պետք են Դանա Յանա քույրերը, ավելի ճիշտ Դանան։ Յանային կարող ես պահել քեզ մոտ։ Ինչ-որ անհասկանալի ես խոսում, Կարլ։ Իսկ միգուցե շատ ավելի հասկանալի, Ֆրեդ։ Միգուցե, Զախարով։ Միգուցե ես ճանաչում եմ Դանա Յանա քույրերին։ Միգուցե և չեմ ճանաչում։ Միգուցե նրանք իմ ընկերներն են, միգուցե և ոչ։ Միգուցե նրանք իմ ընտանիքում են հիմա, իմ տանը, իսկ միգուցե և ոչ։ Ես կյանքում ամեն ինչ էլ հնարավոր է։ Որ օրվանից դարձան քո ընկերները, այն օրվանից, որ իմացար, որ Դանան իմ անհայտ աղջիկն է, հա? Մոռանում ես, Կարլ։ Գլոբալ հարցերով զբաղվելով ես մանրուքների հետևից չեմ ընկնում։ Ես պետք է մտնեմ տուն ու տեսնեմ փոքրիկին։ Չես կարող։ Որովհետև փոքրիկը տանը չի։ Իսկ եթե նույնիսկ տանը լիներ, դու միևնույն է չէիր կարողանա, որովհետև ես թույլ չէի տա։ Իմ տան դռները դավաճան ընկերների առաջ փակ են։ Ֆրեդ, արդեն կարճում ես երեխեքից, հա? Քո դեպքում դա շատ նողկալի է, Ֆրեդ։ Վերջ, կարող եք գնալ, ես հոգնեցի։ Իսկ դա կարող է բերել անսպասելի հետևանքների։ Ես ուզում եմ տեսնել փոքրիկին։ Իսկ ես քեզ ասացի, որ չես կարող տեսնել, որովհետև նա այստեղ չի։ Ֆրեդ, ես սատկացնելու եմ քեզ։ Անհամբեր նստած սպասում եմ այդ օրվան։ Իսկ դու, Զախարով, դու ինչի բան չես ասում։ Այսքան տարի չենք հանդիպել, դու ինձ ասելիք չունես։ Այս դեպքում ես նախընտրում եմ լռել։ Ճիշտ է, ես քեզ միշտ էլ հարգել եմ քո հետ լռելու համար։ Ավելի շատ, քան Սոկրատիսին, նա նկատում էր ու նախանձում էր քեզ։ Ես դեռ կվերադառնամ։ Բայց զգուշացրու։
Թե չէ առանց հյուրասիրության դա իմ ոճը չի։ Կսատկացնեի դրան, Զախարով, կսատկացնեի։ Փոքրիկից քաջատեղյակ է եւ չի բացառվում, որ մենք հենց այն պահին, երբ նրա բակում էինք, երեխան տան ներսում էր։ Ես պիտի Կիմի հետ խոսեմ։ Դե իհարկե Կիմի հետ պիտի խոսել։ Կիմը դրանց հետ ինչ-որ կապ ուներ, նա հաստատ կիմանա, թե այդ երեխան որտեղ է։ Գուցե եւ երեխան այստեղ չէր, Զախարով։ Ֆրեդը շատ է փոխվել։ Տարիների ընթացքում նա ավելի իմաստուն է դարձել։ Որև պետք ես ինչ արել։ Ոնց տեսնում եմ հիվանդանոցից ես կողմ չես ուղղվել։ Ես լավ եմ, Կիմ, լավ։ Իսկ նա ոնց հայտնվեց քո կողքին։ Մորդ այդքան սուր մի դատի։ Ճիշտ է, մենք նույն տանիքի տակ ենք, բայց իրարից շատ հեռու։ Մեզ միակ կապող թելը սոսն էր։ Նայով եկել մեր մոտ, հիմա ավելի մոտիկից կծանոթանաս մեր եղբայր Հենրիին։ Գրկեք, մի վախեցեք։ Այնքան փոքր է, այնքան մոտ է վախին ես ձեռք տալ։ Սոսիս տղան, իմ թորը, թոր, որի մասին երազել չէի կարող։ Սա ինչի է եկել ստեղ։ Բարի երեկո ձեզ բոլորիդ։ Ինչպես է ձեզ։ Մեր տորնիկ ինչպես է, հա։ Հարցնելու փոխարեն երեխային վերցրու ու պետք թե ինչպես։